Հայ բեռնափոխադրող վարորդների խնդիրը մնում է չլուծված։ Ռուսաստանի միգրացիոն օրենքների խստացման հետևանքով տարվա ընթացքում նրանք ոչ թե 180, այլ 90 օր կարող են մնալ դաշնության տարածքում։ Ժամկետը խախտողները կտուգանվեն, անգամ կձերբակալվեն ու կարտաքսվեն երկրից 3-ից 5 տարվա մուտքի արգելքով։ Առայժմ այս հարցի լուծումը միայն ռուսական կողմում է եւ մեր վարորդները շատ լավ հասկանում են դա, բայց մյուս կողմից էլ բոլորս հասկանում ենք, որ սա ինչքան երկար է ձգվում այս խնդրի լուծմանը, հանգուցալուծմանը հասնելը, այնքան խնդիրները շատանում են եւ այնքան բեռնափոխադրման դաշտը էականորեն տուժում է։ Վարորդները պնդում են, որ չեն կարող տեղավորվել 90 օրվա մեջ, որովհետև շատ օրեր են ծախսում լարսում սպասելով։ Նրանք բողոքի ակցիաներ են արել կառավարության դիմաց, նամակներ գրել փոխվարչապետին, հորդորելով ու պահանջելով գործադիրից ռուսական կողմի հետ քննարկումներ անցկացնել օրենսդրական նոր կարգավորումներն իրենց մասով մեղմելու համար։ Նույնիսկ մի ամբողջ օր միջպետական ճանապարհներ են փակել ի նշան բողոքի։ Կառավարությունից մի քանի անգամ վստահեցրել են, թե բանակցություններ են վարում Ռուսաստանի հետ խնդիրը հարթելու համար։ Հակասում է ԵԱՏՄ կարգավորումներին եւ սա մի թեմա է, որը այս պահին էլ քննարկվում է ռուսաստանյան մեր գործընկերների հետ, ընդ որում մի թեմա է, որը չի վերաբերում միայն Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, այլ նաև վերաբերում Ռուսաստան այլ երկրներ հարաբերություն ԵԱՏՄ մյուս անդամներին։ Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Պապոյանն է հայտարարել, թե ռուսաստանյան գործընկերները համաձայնել են մտահոգությունների հետ եւ արդեն իսկ օրենսդրական նախաձեռնություն են դրել ներքին շրջանառության մեջ։ Դրան հաջորդել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Զախարովայի հայտարարությունը, ըստ որի Ռուսաստանը հանձնառու է արագ լուծելու բարձրացված խնդիրը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին է խոսել սրա մասին։ Արդյոք գոհացնում են վարորդներին կառավարության այս քայլերն ու հայտարարությունները։ Օրենքի հենց այս դրույթը, որը վերաբերվում է նաև մեր քաղաքացիներին, առավել եւս բեռնափոխադրողներին, ինքը խախտում է եւ իմ նշած կոնվենցիան, Չիկագոյի եւ ԵԱՏՄ համաձայնագիրը, ԵԱՏՄ պայմանագիրը։ Վարորդներից մեկը եւս վստահեցրեց, այս պահին սպասման փուլում են, հույսով, որ շուտով հարցը կլուծվի։ Մենք հարց ու պատասխան չունենք հիմա։ Հա, այսինքն էլ բողոք չունեք, խնդիրը լուծված է։ Բողոքի հարցը չի։ Մենք պատասխանը ստանանք, որ իմանանք ինչ ենք անում։ Իդեպ այս ֆոնին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն է հայտարարել, որ Ադրբեջանը հաստատել է դեպի Հայաստան գնացող ռուսական ապրանքները եւս թույլ կտա անցկացնել իր տարածքով։ Վարչապետ Փաշինյանն էլ հենց այս շաբաթ էր ասել, որ Հայաստանը պատրաստ է իր տարածքով ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ։ Մերի Դանիելյան, Էդգար Գուլոյան, Reopen Media։